Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի սադրանքի արդյունքում ձերբակալված դպրոցական երեխաներին մեղադրանք առաջադրվեց, նրանք ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել են քննչական կոմիտե եւ տեղ ունեցածը բավական մեծ արձագանք է գտել Հայաստանի հասարակական քաղաքական շրջանակներում։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, մենք ֆիքսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այլևս անգամ թիկնապահների օգնությամբ չի կարողանում ազատորեն շրջել Երևանում եւ անդադ միջադեպեր են գրանցվում, տպավորություն է, որ նա միտումնավոր կերպով դուրս է գալիս մարդամեջ, որպեսզի սադրանքներ հրահրի եւ հետագայում մարդկանց բերման ենթարկեն եւ փորձի այդ կերպ վախի մեջ պահել հասարակությանը։ Ձեզ Սուրբ Հաննա եկեղեցում տեղնացածը ինչ էր։ Նախ սկսենք դրանից, որ ինչ ցանես, այն էլ կհնձես, այսինքն եթե հասարակության մեջ պառակտում ես մտցնում եւ այդ պառակտումը շարունակական, հետեւողականորեն սրում ես, արդյունքը ստանում ես ատելություն, անհանդուրժողականություն եւ այո, ճիշտ է, հասարակության մեջ կա շատ մեծ բևեռացում, ինչը շատ վատ է, որովհետեւ դա հանրային կյանքի բոլոր դրսևորումներում իրեն ցույց է տալիս եւ անդադ հղի եւ վնասակար հետևանքներով, այդ թվում իր կուլմինացիային հասավ դպրոցահասակ երեխաների ձերբակալությունով։ Քանի որ հրապարակումները այսպես կամ փորձագիտական առումով ես դրա մասնագետը չեմ եւ չեմ կարող հստակ որակում տալ դա սադրանք էր թե սադրանք չէր, այնուամենայնիվ ես լսել եմ եւ երեխաների ծնողների հորդորները, ես լսել եմ երեխաներին ճանաչող շատ հարազատ դասընկերների ելույթների եւ այլն եւ բոլորը միայն գովաբանում են նրանց հավասարակշռությունն են մատնացույց անում, նրանց գերազանց սովորելի եւ այլն, հետեւաբար այդ թվում խնդրանքս եւ հորդորս կլինի բոլոր լրատվականներին առաջին հերթին դիմադիր շատ չտարածել երեխաներին կամ շատ խոսույթի մեջ իրեն չանդրադառնալ, ինչու, որովհետեւ մենք դրանով թիրախավորում ենք նրանց եւ դեռևս այսպես հասունության տարիքին չհասած, դեռևս 18 տարին չբոլորած երեխաների մոտ դա կարող է ուղղակի տրավմատիկ հետևանքներ թողնել։ Հետևաբար հանգիստ թողնենք եւ յուրաքանչյուրս մեր գործը կատարենք էկրաններից այն կողմ։ Այս առաջին թիրախավորողը հենց գործով վարչությունն գալիս է իշխանությունից, միանշանակ գալիս է, համաձայն եմ։ Այս ասպեկտում պետք է մի քանի դիտարկում իրականացնել։ Դպրոցականների վրա փորձ են անում կարել այդ տխրահարճակ խուլիգանության հոդվածը եւ անգամ 3 խոզարկություն էր իրականացում նրանց տներում, որը կարծում եմ абսուրդի գագաթնակետն էր եւ տեսեք, եթե անգամ շարժվենք վարչախմբի տրամաբանությամբ եւ կարծենք, որ դպրոցականները ինչ որ գործողություններ իրականացրել են, ապա այստեղ հարց է առաջանում։ Եթե նրանց ձերբակալում են խուլիգանության համար, ապա հարց է առաջանում, ինչու Տավրոս Սափեյանը, որը եկեղեցու բակում հայոյանքներ էր հնչեցնում եւ խուլիգանություններ դրսևորում, ինչու են նա ազատության մեջ։ Մի պարզ պատասխան ունի, որովհետև նա իշխանության ներկայացուցիչ է, այսինքն իշխանության ներկայացուցիչներին ամեն ինչ ներելի է, իշխանության ներկայացուցիչները անպատժելիության մթնոլորտում են ապրում եւ հետեւաբար դրանից արդեն բոլոր այսպես կարմիր գծերի հատում են իրականացնում, չափերի եւ սահմանները անցնում են։ Այո, կան շատ այդպիսի գործիչներ իշխանության ներսում եւ իշխանությունը խրախուսում է նրանց այդպիսին լինելը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ընդդիմադիր հատվածնել հասարակության, հավասարակշռված չաշխատի, որովհետև նպատակը վեհ է եւ նպատակին հասնելու համար պետք է հաշվարկել վերջնակետին հասնելը եւ ոչ թե այնպիսի գործողություններով հակադարձել, ինչպիսին իրեն թույլ է տալիս իշխանությունը։ Իմ համար կառուցվածքային առումով այս խնդիրը պետք է խնդիրը սահմանել այնպես, ճանապարհային քարտեզը սահմանել այնպես, դերակատարներին ընտրել այնպիսին, որոնք ունակ են խնդիրը կարգավորելու։ Մնացած բոլոր հարցերը, գիտեք, տեխնիկական հարցեր են ու նաև վերջերս անդադ հնչեցնում են, որ իշխանությանը պետք չի ընդհանրապես անդրադառնալ։ Մենք դրանով նրան ջրաղացին ջուր ենք լցնում։
տեղեկատվական այս տարափի մեջ իշխանությանը բացառապես հետաքրքրում է, որ իրենց մասին խոսեն։ Էական չի, լավ խոսեն, վատ խոսեն, մեդիան անդադ իրենց մասին խոսի։ Եվ սրանով անդադ մենք հոգնածնում ենք այդ թվում մեր սիրելի քաղաքացիներին։ Հետևաբար ես իշխանությանն արդեն չեմ անդրադառնում, քննադատել եմ ինչքան հնարավոր է, թիրախային, ինչ են խոստացել տրամագծորեն հակառակն են իրականացնել, ինչ չարիք են բերել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գլխին, ինչպես են պետության հիմնասյուները քայքայել, բոլոր այսպիսի այսպես հիմնավորված, ընդ որում գիտագործնական, փորձագիտական մակարդակի արդեն ասված է հասարակության լայն շերտերը արդեն տեղյակ են դրա մասին։ Այժմ կարծում եմ նամանավանդ հունիսի 7-ին ընթառաջ, կարծում եմ պետք է խոսել ինչպիսի Հայաստան կլինի հունիսի 8-ից հետո, այսինքն անելիքների մասին եւ ոչ թե իշխանությունների ամենաթողությունների, հարձակումների, բռնաճնշումների եւ շատ մեղմ նկարագրած վատարարքների մասին։ Խոսենք հենց ընտրարշավի մասին։ Տպավորություն է, որ անդիմության համար այսպես ասած դասական քարոզարշավ է եւ չկա այն գիտակցումը, որ երկիրը գտնում է ֆորս մաժորային իրավիճակում եւ անդիմության քայլերը պետք է լինեն հենց օբյեկտիվ իրականությունից բխող գործողություններ։ Ինչ կասեք այս մասով։ Համաձայն եմ ձեր հետ, անդիմության շրջանակներում այսպես սխալները եւ դասականությունը շատ է։ Մենք վերջին մի քանի ամիսների ընթացքում անդադ եզրույթ ենք օգտագործում, խոսույթ հանրության հետ շփումների ընթացքում, որ սա ոչ թե դասական ընտրարշավ է, քարոզարշավ է, այլ սա ազգային ազատագրական պայքար է։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ Հայաստանի Հանրապետություն զարգացած արժանապատիվ, անվտանգ ու հարատևման համար կայուն հիմքեր ստեղծել, ապա մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջին հերթին ազատագրենք ներքին սպառնալիքներից, այնուհետև արտաքին սպառնալիքներից։ Հետևաբար ամենայն դեպս մեր գործողությունները, խոսույթը, ամբողջ տրամաբանական շղթան կառուցված է այս ելակետով՝ ազգային ազատագրական պայքար, ինչը ենթադրում է գործող իշխանության կատարած քայլերի հետևանքների 3D մոդելավորմամբ նկարագրում, այսինքն ինչ տեղի կունենա սրա հնարավոր հետևանքը, ինչ կարելի է կատարել սրա փոխարեն եւ նորից 3D մոդելավորմամբ ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, ինչ տեղի կունենա առանց այս իշխանության հունիսի 8-ից հետո։ Այս տրամաբանությունը պետք է կարծում եմ զարգացնել եւ պետք է նմանատիպ գաղափարի շուրջ առանց ձևական, իրավական, այդպես կոնսոլիդացիաների նվազագույն այսպիսի գաղափարների շուրջ, այսպիսի անելիքների ու խոսույթների շուրջ պետք է տեղի ունենա անդիմության կոնսոլիդացիա։ Անդիմությունը շատ է խոսում, որ գործընթացների բերումով վարչախումբը պատրաստ է ամեն ինչի, անգամ նոր բռնություններ, տրակեղծիքներ եւ շատ է խոսում փողոցային պայքարի անհրաժեշտության մասին, հա, բայց մենք չենք տեսնում այդ նախապատրաստությունները, հանրության հետ աշխատանքը, որ եթե վարչախումբը կեղծում է ընտրությունները, ժողովուրդ ջան, մենք դուրս են գալիս փողոց մեր քվեները պաշտպանելու համար։ Այդ ուղերձը հանրությանը չի ուղղվում, հա։ Գիտեք, դա կարծում եմ մարտավարական խնդիր է եւ ես կարծում եմ այս պահին ժամանակը չէ փողոցային պայքարի մասին խոսելու, որովհետեւ ամեն բան գալիս է հասարակական տրամադրվածություններից։ Եթե պետք է փողոցային պայքար դառնար առաջնային օրակարգ, ապա դա պետք է տեղի ունենար մի քանի ամիս առաջ։ Երբ որ հասարակությունը տրամադրվել է արդեն իշխանափոխությանը, բայց ինքը գիտի, որ 2 ամիս մոտավորապես ժամանակ է մնացել, նա իր աշխատանքի, ծառայության հոգսերի չի կտրվում դուրս գալ լրացուցիչ պայքար մղելու, ընդ որում ունի շատ ձախողված փորձեր։ Վերջին 5 տարիների ընթացքում նվազագույնը 4-5 այդպիսի ձախողված փորձեր եղել են, չէ՞։ Այսինքն շատ էր անընդհատ գործիչների կողմից մեղադրանքը մեր հանրությանը, որ հանրությունը դուրս չեկա։ Ոչ, ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, հանրությունը պետք եղած ժամանակ դուրս է եկել, կանգնել է, իր խոսքը ասել է, իր բռունցքը ցուցադրել է, կազմակերպիչները ձախողել են։ Հետևաբար հասարակությունը ինչ պետք է մտածի, որքանով պետք է այդ վստահությունը ստանձնի կամ ստանա, որ այս մի պարագայում հնարավոր է հասնել հաջողության։ Նմանատիպ պարագաներում հասարակությունը շատ ավելի հավաքական
իմաստուն մտածելակերպ է դրսևորում եւ մտածում է հետեւյալ կերպ. այո, ցանկանում ենք իշխանափոխություն, այո, այս իշխանությունը չարիք է բերել Հայաստանի գլխին, այո, նոր ուժերին պետք է ընտրենք եւ այլն։ Եթե կա 2 ամիս ժամանակահատված, ինչու գնան փողոցներում կռիվ տան, եթե կարելի է ընտրական ճանապարհով նրան հեռացնել։ Եթե ընտրական ճանապարհը չի ստացվում։ Եթե չի ստացվում, դա արդեն պետք է, այսպես ասած, հունիսի 7-ից հետո լինի, կամ եթե կան արդեն օբյեկտիվ կասկածներ, կան արդեն բացահայտված դեպքեր, երբ որ իշխանությունը արդեն փաստացի գնում է ընտրակեղծիքների, ես ունեմ համոզմունք, որ գնալու է։ Ես խոսում եմ դրա մասին, որ գնալու է։ Գյումրի 2 չենք թողնելու, օրինակ։ Գիտեք, դա նրանք չեն թողնող կամ չթողնողները, որովհետև Գյումրի 2 չեն աղի, Երևան 2 կարող է լինել, այսինքն ինչու ընդդիմությանը չի կարելի համախմբվել կամ կոալիցիա կազմել, իշխանությանը կարելի է, դա նրանք չեն որոշում, դա հայ ժողովուրդն է որոշելու իր քվեով, հետևաբար նույնիսկ պետք չի նրանց այդպես դեպքերում հակադարձել։ Եթե ընտրակեղծիքները արդեն դառնում են որպես փաստ, այդ ժամանակ մեսիջը, կոչը հանրությանը տրամադրվում է եւ հանրությունը գնում է իր քվեին տեր կանգնելու, այսքան բան։ Այսինքն այստեղ բարդություններ ու տրամաբանական շղթա կարծում չարժի կառուցել։ Երևում է, որ այս ընտրաշավի շրջանակներում Արցախի թեման, Արցախի հարցը գրեթե չի շոշափվում։ Ինչու՞։ Չեմ կարող ասել ինչու, ես միշտ շոշափում եմ Արցախի հարցը եւ ասում եմ, որ Արցախը հայկական է եւ Արցախի հայկականության համար կամ Արցախի հետագա գերեվարումից ազատելու համար պետք է սթափ հաշվարկ եւ սթափ մտածողություն։ Եվ եթե այդ տրամաբանության տակ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված լռել, ապա այո, պետք է լռել, պետք է լուր պատրաստվել եւ հանրության հետ անկեղծ զրույց վարել։ Հիշեք 2021 թվականին օրինակ անդադ գնում էր Արցախի հետ վերադարձի խոսույթ քարոզարշավի ժամանակահատվածում, ինչը շատ սխալ էր, որովհետեւ միշտ ուղերձից հետո հնչում է հարց. ինչպես հարցի պատասխան եթե չունես, անկարելի է գործիչներին այդպիսի մեսիջներ տալ։ Դրանով անընդհատ այսպես խափում են ժողովրդին եւ դուրս է գալիս հայ հանրությունը հետեւյալ կերպ է մտածում. դե իշխանությունը խափում է, ընդդիմությունը խափում է, բայլում հավատը։ Արցախի հարցը մենք այսպես ենք պատկերացնում. տնտեսապես հզորանալ, անվտանգային առումով հզորացնել մեր ներուժը, որոշակի բալանսի բերել, առաջնային այսպես գործողությունով արցախցիների հետ վերադարձ ու բնակեցում ապահովենք իհարկե միջազգային խաղաղապահ առաքելության երաշխավորությամբ, այնուհետև լուր պատրաստվենք Արցախը վերջնական անկախ հռչակելու շուրջ։ Տեսեք, դուք ընտրաշավի մասը կազմում եւ շփվում եք հանրության տարբեր շերտերի հետ։ Ձեզ հիմա որն է առաջնային հանրության համար, արդյոք սոցիալական խնդիրները, թե ազգային կամ անվտանգային հարցերը։ Տեսեք, համահավասար գրեթե գնում են, բայց սոցիալական դեռևս գերակա է համարվում։ Ինչու։ Մենք հենց հիմա նստած քննարկում ենք մի երևույթ, մի պետության մասին, որի բնակության 40%-ը աղքատ է։ 40% աղքատություն ունեցող երկրում, գիտեք, դա հոգեբանական, այսպես տարբեր գիտությունների, տարբեր պրիզմաներից եթե դիտարկում ենք մենք, մարդը ունի պահանջմունքների բավարարման հերթականություններ ու առաջնահերթություններ։ Եթե մարդը սոված է, նրան այլևս չի հետաքրքրում ոչ իր անվտանգությունը, ոչ իր առողջությունը, ոչ էլ որևէ այլ բան, ոչ էլ կրթության իրավունք, հետագա ինքնաիրացման իրավունք եւ այլն։ Եկեք մենք հիշենք նախնադարյան ժամանակահատվածում ինչպես են մեր նախնիները իրենց սննդի կարիքները հոգացել, վտանգելով իրենց կյանքը, որսի են դուրս եկել առանց զենքի ու զրահի, որս են իրականացրել, որպեսզի կարողանան առաջնային պահանջմունքը բավարարեն։ Հիմա եթե մենք 40% բնակչությունը, մեր բնակչության 40%-ը աղքատ է եւ չի կարողանում կամ կիսադատարկ ստա, մոքսով է գիշերը քնում, նրա զավակը նույնպես, նրան չի հետաքրքրում այլ որևէ բան։ Իրեն անհրաժեշտ է սննդի պահանջմունքի բավարարում, այնուհետև զավակի սննդի պահանջմունքների բավարարում։ Սրան արդեն պետք է հաջորդի անվտանգությունը։ Դեռևս մեզանից տարիներ առաջ Մասլոուն է այդպես վերլուծության եկել, հենց Մասլոուի բուրգով էլ մենք առաջնորդվում ենք։
Անվտանգության ապահովումից հետո արդեն գալիս են մնացած բոլոր պահանջմունքների բավարարումները։ Հետևաբար երկու հիմնասյունը, որը վերջին ամիսներին հատկապես անընդհատ կրկնում են, մեր հանրության հետ անընդհատ պետք է բարեկեցության, արժանապատվության եւ անվտանգության վերաբերյալ այս հիմնասյունները անընդհատ հիմնավորելով, անընդհատ զրույց վարել։ Անդրադառնանք մեր շուրջը տեղնեցող իրադարձություններին, արևելքում լայնածավալ պատերազմ է տեղի ունենում եւ պատերազմը ազդել է համաշխարհային տնտեսության վրա, կոնկրետ Հորմուզի նեղուցի փակումով, նավթի գները բարձրացել են միջազգային շուկայում եւ նավթի գների բարձրացումով բնականաբար տարբեր երկրներում բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների սակագները։ Հայաստանի Հանրապետությունը անմիջական հարևան է Իրանի Իսլամական Հանրապետության, որը որ այսօր ենթարկվում է ագրեսիայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից։ Այս պատերազմի քաղաքական հետևանքների մասին կամ աշխարհաքաղաքական հետևանքների մասին շատ է խոսվել եւ դեռ խոսվելու է։ Հիմա տնտեսական առումով այս պատերազմը ինչպիսի վտանգների առջև կարող է կանգնեցնել։ Պատերազմը արդեն իսկ սկսել է, ճիշտ նկատեցիք, իր բացասական հետևանքները թողնել Հայաստանի եւ տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա։ Տեսեք, տնտեսական անվտանգություն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եվ Իրանում ռազմական գործողությունների կամ ագրեսիայի շարունակումը ուղիղ սպառնալիք է Հայաստանի տնտեսական անվտանգության եւ ազգային անվտանգությանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Չինաստանի հետ խոշոր առևտրաշրջանառությունը մեր, դա կազմում է մոտավորապես Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գումարային առումով 25%-ը Իրանի Իսլամական Հանրապետությունով է անցնում։ Այսինքն մենք ունենք մատակարարումների շղթայի դադարեցումներ, այսինքն ներկրումները հենց հիմա նավերը, որոնք որ Հայաստանին ապրանք են մատակարարում, Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստերում կանգնած են եւ չեն կարողանում անցնել նեղուցը եւ հասնել Բանդարաբաս, այնուհետև Հայաստանի Հանրապետություն։ Նման պարագայում ինչի է հանգեցնում, ամենանվազագույնը գնաճի, այսինքն ապրանքի դեֆիցիտ է առաջանում, որը հանգեցնում է գնաճի։ Հետագայում արդեն շատ ավելի խոր ու վտանգավոր հետևանքներ են, որովհետև իշխանությունը արդեն բաց չի թողնելու չինական կամ Իրանի կողմից մատակարարվող ապրանքները փոխարինելու թուրքական ապրանքներով կամ Թուրքիայի կողմից ապրանքների, Թուրքիայով ներկրվող ապրանքներով եւ որպես քարոզչական նյութ տարածի եւ ասի տեսեք, որ Թուրքիայի սահմանների բացում մեր համար փաստորեն կենսական նշանակության է, ինչը ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, որովհետեւ ուղղակի թուրքական տնտեսությունը կկլանի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւ մենք կդառնանք առանց այն էլ ավելի սպառողական տնտեսություն ունեցող երկիր։ Հաջորդ կողմից դե իհարկե արտահանումներն են, մասնավորապես մոլիբդենի, պղնձի մոլիբդենի հանքանյութերի արտահանումներն են Չինաստան, որը Հայաստան ներկրվող արտարժույթի, եթե չեմ սխալվում, 10%-ից ավելին է կազմում, սա արտարժույթի շուկայի վրա կարող է շատ բացասական անդրադարձ կատարվել եւ Հայաստանի տնտեսությունը ուղղակի տապալել։ Միայն 2025 թվականին մինչեւ 30% անկում էր գրանցել արտաքին առևտրաշրջանառությունը։ 2026 թվականի հունվար ամսին շարունակվում է անկումը 12% է անկում գրանցել նախորդ տարվա համեմատ։ Սա շատ վտանգավոր երևույթ է, այդ թվում տուրիստական այցերի այսպես խափանումներ կան կամ հետաձգումներ կամ չեղարկումներ, պայմանավորված եւ պատերազմական իրավիճակով տարածաշրջանի, պայմանավորված արաբական այդպես թերակղզու կամ Պարսից ծոցի ափամերձ հատվածի երկրների օդանավակայանների խափանումներով անընդհատ մենք ունենում ենք տնտեսական այսպես կայունությունը տուգանող երևույթներ։ Շատ է խոսում նրա մասին, որ պատերազմի հաջորդ փուլը լինելու է թեկուզ փոքր կանակի կամ սահմանափակ ձևաչափով ցամաքային գործողությունը եւ ցամաքային գործողության ասպեկտում բազմաթիվ վերլուծաբաններ ուղղակի քաոս են կանխատեսում Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Դա ինչ հետևանքների կբերի։ Արդյոք վերջնականապես այդ ուղիները կարող են փակվել։ Դեռևս ես լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի բավականին դառը փորձեր ցամաքային գործողություն սկսելու եւ ընկղմվելու պատերազմի ճահճի մեջ, այնուհետև ելքեր փնտրելու արժանապատիվ դուրս գալու այդ ճահճից,
այդպիսի օրինակ է Իրաքյան ներխուժումը, Աֆղանստանը, Աֆղանստանը, Վիետնամը եւ այլն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ավելի ցավոտ, այսպես կլանում է լինելու, որովհետեւ մենք տեսնում ենք ինչպիսի հեռատորաբանություն է օգտագործում Իրանը եւ ինչպիսի պատերազմ է մղում Իրանը, ինչպիսի հակահարված է հասցնում։ Այսինքն եթե որևէ անվիճարկելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհում թիվ 1 գեոպոլիտիկ կենտրոնի դերը, չէ՞, բայց տեսեք անընդհատ կարողանում է այսպես հավասարազոր հակադարձում իրականացնի։ Որևէ կենտրոնի, որևէ պաշտոնյայի այսպես վերացման հաջորդ պատասխանը քայլը լինում է օրինակ Հորմուզի նվոցի փակումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռուստատեսությունը, որ էլեկտրական կայաններին կարող է ուղղակի հարված հասցնել, անմիջապես հաջորդում է Իրանի խոսույթը, որ ես էլ ծոցի երկրների էլեկտրակայաններին եւ բազաներին հարվածներ կհասցնեմ եւ այլն եւ այլն։ Հետևաբար կարծում եմ դեռևս խոսույթները ուղղակի իրավիճակը պահպանելու համար են եւ կարծում եմ լավատեսորեն իհարկե կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է տրամադրվի գործողությունը, եթե դեռ չասենք պատրաստ ռազմական գործողությունը դադարեցնելու բանակցությունների ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահը վերջերս բավական հետաքրքիր հայտարարություն էր արել, նշելով, որ պատերազմի տնտեսական հետևանքները արդեն իսկ համադրելի են COVID-19-ի ճգնաժամի հետևանքով տնտեսության համաշխարհային տնտեսության վիճակի հետ։ Ճիշտ են ասում, որովհետև պատերազմները սովորաբար բերում են տնտեսության այլ ճյուղերի վնասների, հանգեցնում են այդպիսի վնասների։ Սկսած մարդկային ռեսուրսից, այսինքն տնտեսության այլ ճյուղերում, հատվածներում ներգրավված անձանց հավաքագրում են եւ զորակոչում են բանակ, ինչպես նույն Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցավ։ Այնուհետև ամբողջ ներուժը ներդրվում է ռազմական արդյունաբերության վրա, այսինքն առաջնահերթություն է սահմանում ռազմաարդյունաբերությունը, բնականաբար դրանից կարող է տուժել եւ գյուղատնտեսությունը, եւ մշակող այլ արդյունաբերության տեսակներ եւ այլն։ Այդպիսի իրավիճակը բնականաբար հանգեցնում է արդեն տնտեսական էական վնասների։ Եվ տեսեք, եկեք նաև քննարկենք Հայաստանի իշխանությունների վարվելակերպը այս ասպեկտում, տպավորությունը, որ իրենք լիովին կտրված են այս աշխարհից եւ բացարձակապես անհաղորդ են հարևան պետությունում տեղ ունեցող դրամատիկ զարգացումների առումով։ Պատերազմը այնինչ կարող է յուրաքանչյուր վայրկյան տեղափոխվել մեր տարածք, անկախ նրանից հայկական կողմը հանդիսանում է պատերազմի կողմ, թե ոչ։ Այս առումով ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնած, մենք արդեն որպես պետություն։ Գիտեք, իշխանությունը ոչ թե անհաղորդ է, իշխանությունը դա չի հետաքրքրում։ Իշխանությունը ունի այլ առաջնահերթություն։ Հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ վերարտադրվել։ Այսինքն նրան չի հետաքրքրում ներխուժում տեղի կունենա, փախստականների հոսք կլինի, հնարավոր կլինի կառավարել, թե քաոս կտիրի, բացարձակ չի հետաքրքրում։ Նրան պետք է աթոռի պահպանում։ Աթոռը դրած կլինի 10,000 քառակուսի կիլոմետրի վրա, թե 29,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Մենք արդեն տեսել ենք, չէ՞ որ դրանց չի հետաքրքրում։ 42,000 քառակուսի կիլոմետր տարածք մոտավորապես ունեինք, այդ նույն աթոռի վրա նստած էր իշխանության պարագլուխը եւ 12,000-ի կորստից հետո նրա կյանքում բան չի փոխվել։ Այսինքն նրա գործողությունները ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը։ Հաջորդ օրը, ասենք, չգիտեմ, հունիսի 8-ին աստված մի առաստ վերարտադրություն տեղի ունենա, դրա հաջորդ օրը գիտեք ինչ կհայտարարի, որ Սյունիքը սպառնալիք է Հայաստանի անկախությանը։ Այսինքն այս մարդիկ տեղեկատվական հոսքերով, տարափով ուղղակի փորձում են անընդհատ հայ հանրությանը այսպես վտանգների չեզոքացնեն, անհաղորդ դարձնեն, որպեսզի կարողանան վերարտադրվեն։ Հետևաբար ինչ դրական ակնկալիք կամ սպասելիք կարելի է ունենալ այս իշխանությունից պայմանավորված Իրանում պատերազմ, որևէ այդպես նախապատրաստական կանխատեսում, ես չեմ պատկերացնում ուղղակի իրաց, որտեղ դա իրաց չի հետաքրքրում, դա մեզ է հետաքրքրում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նարի Սարգսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Donation Alerts, Patreon, Super Chat, կրիպտոարժույթ, քարտային դրամական փոխանցումներով եւ կհանդիպենք հետագայում։